Բարև ձեզ, եթերում հրապարակային շաբաթն է։ Այս հաղորդումը ես պատրաստվում եմ անցկացնել մեր սիրելի գործընկեր Ազատության մոսկովյան թղթակից երկարամյա Ազա Բաբայանի հետ։ Մենք խոսենք շաբաթվա տարբեր իրադարձություններից, կներկայացնենք, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում եւ Հայաստանի շուրջ։ Թերևս կարծում եմ, որ արժե խոսակցությունը սկսել Գյումրիի ընտրություններից, որովհետև ընդամենը օրեր են անցել այդ ընտրություններից, դեռ երկիրը փոթորկված է, բոլորը քննարկում են այդ ընտրությունները, դրանց հետևանքները, արդյունքները եւ կարծես թե դեռ չկա վերջնական հանգուցալուծումը, հայտնի չէ թե Գյումրիում ով է իշխանություն կազմելու ձևավորելու, բայց մարդկանց միտքը ամբողջ ուշադրությունը բևեռված է Գյումրիի նկատմամբ։ Մենք շաբաթվա ընթացքում մի քանի հարցազրույցներ արեցինք, փորձեցինք հասկանալ, թե ինչ է տեղի ունենում, արդյոք միացյալ ընդդիմությունը ունենալու է իր տեխնացուն եւ կարողանալու է իշխանություն վերցնել, թե սա լինելու է հերթական կորսված հնարավորությունը, որը ընդդիմությունը չկարողացավ ռեալիզացնել եւ նյութականացնել։ Մի կողմից թվում է, թե Վարդան Ղուկասյանն ասում է պատրաստ եմ ինչ որ բաներ զիջել, պատրաստ եմ գնալ համագործակցության, Արտուն Գրիգորյանն ասում է քաղ պայմանագիրը չի ունենալու Գյումրիում իշխանություն, բայց ուշանում է վերջնական այդ միավորման ակտը, որին բոլորը սպասում ենք։ Իրականում երկու ասպեկտից հավանաբար պետք է դիտել Գյումրիի ընտրությունները, առաջինը որ Նիկոլ Փաշինյանն այլևս չունի այն աջակցությունը, որ ուներ 21 թվականին, դա արդեն ակնհայտ է եւ Գյումրիի ընտրությունները դա ցույց տվեցին, եւ երկրորդ ասպեկտը արդյոք այն ընդդիմությունը, որը որ այսօր կա, որ այսօր ակտիվ է եւ որը որ հիմնական ընդդիմությունն է Հայաստանի ներքաղաքական դաշտում, կկարողանա պայմանավորվել։ Այսինքն եթե առաջին ասպեկտից մենք արդեն դա որոշել ենք եւ հասկացել ենք եւ տեսել ենք եւ դա շատ կարևոր է, որովհետեւ նաև իշխանությունների համար է կարևոր, կարծում եմ Գյումրիի ընտրություններից հետո, ինչքան էլ իշխանությունները չխոսեն այդ մասին, բայց շատ կտրուկ զիջումների գնալը ավելի բարդ կլինի, որովհետև անընդհատ կլինեն իրենց ուղեղներում, որ զիջումներ նկատի ունես արտաքին քաղաքական զիջումների մասն է։ Նկատի ունեմ Ադրբեջանի հետ այդ բանակցություններում եւ անընդհատ իրենք կմտածեն, որ վախ կլինի ամբոստանալու, եթե նախկինում այդ վախը գուցեև չունեին, որովհետև կարծում էին, որ ժողովուրդն իրենց աջակցում է Գյումրիի ընտրությունները եւ մինչ այդ Փարաքյարի ընտրությունները եւ Փարաքյարի ընտրություններն էլ իդեպ հետաքրքիր են այն պատկերը, որ մենք ունեցանք այդ ընտրությունների արդյունքներից հետո եւ միանշանակ հաղթանակ, այո, երբ ժողովուրդը ուրախանում էր, այնտեղ հավաքված մարդիկ այնքան անկեղծ են ուրախանում եւ այդ պատկերն այնքան արագ էր տարածվում սոցիալական ցանցերում, որ դա էլ էր շատ հետաքրքիր, այսպես ազդակ իշխանություններին, որ ձեր ժամանակը վերջանում է։ Այո, դա հաստատ հետաքրքիրը գիտես ինչն է, մեր դիտարկումները, մեր նաև աղբյուրները ասում են այն մասին, որ իշխանությունը մինչև ընտրությունները շատ ինքնավստահ է եղել, համոզված են եղել, որ ոնց է լինի, չգիտեմ, ճնշումներով, կեղծիքներով եւ այլնով կկարողանան 50+1 հավաքել եւ այդ իշխանությունը վերցնել։ Իդեպ իրենք ամբողջ իրենց ռեսուրսը կենտրոնացրել էին հատկապես Գյումրիի վրա, բոլորին մոբիլիզացրել էին, նախկին ներկա ԿՊԱ-կաններ ամեն ինչ արել էին, որպեսզի կարողանային հաղթանակ տոնեին այդտեղ, որտեղ դա իրոք շատ կարևոր նշանային հաղթանակ էր լինելու իրենց համար։ Դա նշանակելու էր, որ նաև Նիկոլ Փաշինյանը ունի մանդատ Ալիևի հետ բանակցություններում եւ հասարակությունը պաշտպանում է իր քայլերը, իր գործողությունները։ Այո, հիմա Նիկոլին ավելի բարդ կլինի գնալ ինչ որ այո Եվ կարծես թե sense քողը ընկավ եւ իրենց համար եւ մեր հասարակության համար եւ դրսի աշխարհի համար, չէ՞։ Արմենե, կար այնտեղ նաեւ մի հետաքրքիր բան, որի վրա որ ես ուշադրություն դարձրեցի, Վարդան Ղուկասյանը, մի կողմ դնենք նրա ով լինելը, նրա անձը եւ այլն, նա անընդհատ գրեթե ամեն օր այդ նախընտրական շրջանում խոսում էր դրա մասին, որ Հայաստանի ամենաընդունելի եւ հաջողված նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր։ Մյուս կողմից կար Ռուբեն Մխիթարյանը, ով ակնհայտ որոշ երրորդ նախագահի շրջանակներն էր ներկայացնում նաեւ եւ այդ առումով Գյումրիի ընտրությունները նաեւ հետաքրքիր են նրանով, որ կարծես թե այդ
շատ կախարդական բանաձևը, որ Փաշինյանը գտել էր, որ ամեն ինչ կարելի է ասել նախկին, կարելի է տալ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի անունները եւ ամեն ինչ արդեն ավարտված կլինի եւ ինքը միանշանակ կհաղթի, կարծես թե ես չեմ կարծում, որ դա ամբողջովին չկա, կա, բայց ավելի քիչ մարդիկ են տարվում դրան, որ եթե Փաշինյանը չլինի, բա ով լինի Քոչարյանը կամ Սերժը, կարծես թե այդ պահն էլ կամած Համենայն դեպս նման տպավորություն կար, որտեղ նրանք չէին թաքցնում նրանց Եվ եթե հիշում ես կարծեմ վերջին ազգային ժողովի նիստերից մեկում Նիկոլ Փաշինյանը այսպես մի համարձակ ելույթ ունեցավ, ասաց իմ համար երանելի ընդդիմություն է Քոչարյան Սերժ այդ տանդեմը, դուք շարունակեք մնալ ասպարեզում եւ ես միշտ հաղթող եմ լինելու, ինչ որ sense մոտարապես տեքստեր էր ասում։ Կյանքը ցույց է տալիս փաստորեն Գյումրի ընտրություններով, Փարաքարի ընտրությունները, որ այլևս այդ նախկիններ, թալանչիներ, թալանը հետ կբերեմ, այո, ինձ մանդատ տվեք։ Փայտիկը Նիկոլ Փաշինյանի այլևս չի աշխատի, որտեղ նրա արած սխալները ու նրա բերած աղետը այնքան մեծ է եւ մեծ է բոլոր ասպեկտներով, էլի, այսինքն ոչ միայն իր արտաքին քաղաքականության կամ անվտանգային հարցերով, նա այլևս չունի հասարակության աջակցությունը։ Նենց այն աստիճանի, որ ուներ, ասենք 2021-ին անշուշտ գոյություն ունի նույնիսկ կարելի է չօգտագործել administrative resource բառը, որովհետև արտահայտությունը կարելի է չօգտագործել, որովհետև ակնհայտ է, որ կա իշխանություն, կան մարդիկ, ովքեր բյուջեից գումար են ստանում, եւ ուզում են, որ այդ իշխանությունը մնա։ Այո, բացի դրանից, որ ուզում են, կա նաեւ ներքին վախ, հատկապես Երևանից դուրս, ասենք փոփոխություններից վախ, չէ՞։ Այո, դպրոցի տնօրենը, ասենք, ինչ-որ մի հեռավոր մարզում ընտրություններին գնալիս, նա արդեն կգնա եւ կընտրի իշխանություններին, էլի, պետք է շատ համարձակ ներսից բարդ լինես, որ իշխանություններին չընտրես։ Դրա համար ասենք, ինչ որ մի 15-20, գուցե ավելի շատ տոկոս միշտ իշխանությունները ունենալու են, բայց այն արդյունքը, որոնք որ իրենք հստակ արձանագրել են, դա արդեն խոսում է դրա մասին, որ չկա այլևս աջակցություն եւ մեծամասնության աջակցությունը եւ նաեւ այստեղ ինչպես ասում են գնդակը անդիմության դաշտում էր, երբ նախկինում անդիմությունը ասում էր դե մեզ ժողովուրդը չի ընտրել կամ մեզ աջակցում է գործող վարչապետին, անգործությունը կամ իրենց խալքայլերը այլևս այդ փաստարկով իրենք չեն կարողանա արդարանալ եւ նաև այդ որ Գյումրիում չեն կարողանում պայմանավորվել, ակնհայտ է, չէ, որ իրականում երկու նախագահների թիմերը չեն կարողանում կամ նրանց աջակցողները չեն կարողանում պայմանավորվել եւ այսինքն ինչ արդյունք կունենան այս լռությունը մարդուն ինչ արդյունք կունենա, դա է որոշ կոնֆիգուրացիա կստեղծի անդիմադիր դաշտում եւ ակնհայտ կլինի արդեն որ Եվ հիմա, գիտես, եկել է այն պահը, որ կարծում եմ, որ ընդդիմությունը պետք է գիտակցի, որ արդեն այո, եւ գնդակը իր դաշտում է եւ իր պատասխանատվությունը շատ մեծ է։ Ոչ միայն այն առումով, որ հիմա Գյումրին պետք է ցույց տա, որ մենք կարող ենք նաեւ նույնիսկ ընտրությունների միջոցով իշխանություն փոխել, այլ նաեւ պետք է ցույց տա, որ ընդդիմադիր դաշտը այնքան հասուն է, որ կարող է երկրի պատասխանատվություն վերցնել, որ ընդդիմադիր դաշտը հասկանում է, որ հասարակությունը իրեն քվե է տվել դրա համար, որ իրենք միավորվեն եւ իշխանություն դառնան։ Եվ եթե այս անգամ էլ հուսախաբ հանեն հասարակությանը, հաջորդ ընտրություններում պարզ չէ, թե ինչ տեղի կունենա, որովհետև մարդիկ կարող են անգամ հուսահատվեն, հիասթափվեն, չգնան ընտրության, գնան ուրիշներին ընտրեն, ոչ թե ընդդիմադիր ուժերին ընտրեն եւ կամ նույնիսկ կարող են սրանից շահի հենց ինքը քաղաքապայմանագիրը, որ ասեն, տեսեք, քաղաքապայմանագիրը ավելի միասնական, ավելի կուր կառույց է, քան մեր ընդդիմությունը։ Ինչու մենք ձայն տանք սրանց, եթե սրանք նույնիսկ չեն կարող մեզ մի պարզ հարցի մեջ իրար հետ համաձայնության գան, չէ՞, համաձայն չես։ Ամենակարևորը Գյումրի ընտրությունների արդյունքներից, որ կարելի է ամենակարևոր եզրակացությունը անել, որ արդեն ակնհայտ է, որ նույնիսկ այս ընդդիմությունը, որը որ կա, առանց սպասելու, որ ինչ որ մեկը կգա, միավորը գալու է, ինչ որ հայ կգա, որը որ ամեն ինչ եւ շատ խելացի կլինի եւ բարի կլինի եւ կոռուպցիոներ չի լինի եւ բեքգրաունդ չունենա եւ այլ, այսինքն նույնիսկ դրանք ովքեր այսօր կան ընդդիմադիր դաշտում, եթե նրանք միավորվեն եւ միասնական ցուցակով գնան եկող ընտրություններին կամ արտահերթ ընտրություններին միանշանակ մեծ շանս ունեն քաղաքացիական պայմանագրին հաղթել։ Արդեն դա ակնհայտ է, այսինքն եթե նրանք
հիմնականը հենց դրա մասին պետք է մտածեն, որ եթե մենք չենք կարողանում իրար հետ պայմանավորվել, ինչ որ վերցնենք ինչ որ 1/3-ին, որի շուրջ մենք պայմանավորվում ենք, գոնե ժամանակավոր, որովհետև մենք բոլորս հասկանում ենք, որ եկող իշխանությունը, հաջորդ իշխանությունը, որը որ կգա Փաշինյանից հետո, դա կլինի ժամանակավոր իշխանություն, դա կլինի մի իշխանություն, որը որ կարող է կոչել ճգնաժամային իշխանություն, որտեղ այդ ժառանգությունը, կոալիցիոն, տարբեր այո, ուժերի միավորումից այդ ձևավորված ժառանգությունը, որ թողնում է Փաշինյանը մեծ աղետալի վիճակում է, որ նախ այդ դա ճգնաժամային կառավարություն պետք է լինի, որ կարողանա ինչ որ մի բան, վիճակից հանի երկիրը եւ նոր արդեն գնանք նոր Եվ նա երևի մեր հասարակությանն էլ է դա պետք բացատրել, որ եկեք դուք այսօր մի սպասեք ինչ որ մի նոր ուժի կամ ինչ որ իդեալական մի մարդու կամ իդեալական մի նոր ուժի, որը որ չունի դա չի բեքգրաունդային սկանդալային պատմություններ, եկեք դուք ժամանակավոր ընտրեք նրանց, ով կա, որ նրանք հող պատրաստեն, որպեսզի հայտնվեն ուժեր։ Որովհետև պետք է գլխավոր խնդիրը դնել, եթե հիմնական գլխավոր խնդիրը խնդիրը Նիկոլ Փաշինյանին եւ ԿՊ-ին ճանապարհելն է, միանշանակ, դրանից հետո նոր այլ խնդիրների մասին կարելի է մտածել եւ տարանջատվել, ասել գաղափարական տարբեր հակասություններ ունենք եւ այլն եւ այլն։ Գիտես, այս Գյումրի փաստորեն այս process-ը եւ այս ամեն ինչը զուգակցվեց մի տեսակ նաեւ արցախցիների վերելքով, չէ՞, եթե նկատեցիր այս շաբաթվա ընթացքում Գյումրիում գործոն կար արցախցիների եւ կար եւ դրա հենց ընտրությունների նախորդ օրը մեծ հանրահավաք տեղի ունեցավ Ազատության հրապարակում եւ զարմանալիորեն շատ մարդ էին հավաքվել, դրանից հետո հաջորդ օրը արցախցի կանայք ակցիա արեցին, 3 առաջի օրը նաեւ կառավարության դիմաց ակցիա արեցին, այսինքն արցախցիների այն զանգվածը, որը շոկի մեջ էր, փոթահար էր, սպասում էր ինչ-որ բաների, մտածում էր, որ պետք չէ իրենք խառնվեն քաղաքական պայքարին եւ այլն, հազար մի գործոններ դեր էին խաղում, կարծես թե հիմա արդեն դարձել են Հայաստանի քաղաքացիներ եւ փորձում են նաեւ իրենց իրավունքները պաշտպանել, եւ վերադարձի իրավունքը, եւ սոցիալական խնդիրները, բայց նաեւ կա տպավորություն, որ քաղաքական չէ այս պայքարը։ Քաղաքական չէ այս պայքարը, որովհետև դրդապատճառը իրենց սոցիալական խնդիրներն են, այն նպաստները, որից իրենք զրկվել են եւ փաստորեն չգիտեն ինչպես ապրել, ինչպես սնվել, ինչպես տանվարձը տալ, երեխաներին ոնց մեծացնել։ Բնակարանային խնդիրը չի լուծվել, աշխատանքի խնդիրը չի լուծվել։ Հետաքրքիր պահ կա, որ պետք է շատ լավ հասկանալ, որ արցախցի փախստականների Հայաստանում մնալը հայաստանցիներին է պետք։ Արցախցիները մեծ ընտանիքներ ունեն, շատ երեխաներ են ունենում եւ ցանկացած արցախցի ընտանիք արտերկրում կամ նույն Ռուսաստանում ունի բարեկամներ եւ եթե իրենց վիճակը սոցիալական առումով հասնի այն աստիճանի, որ ստիպված կլինեն Հայաստանից գնալ, դրանից դժելու են հայաստանցիները, ոչ թե արցախցիները։ Արցախցիները չեն ուզում գնալ, նաև ունեն հոգեբանական խնդիր, դժվար է մի անգամ կորցնել հայրենիք եւ երկրորդ անգամ ինքնակամ երկրորդ հայրենիքից գնալ։ Մենք դա չենք վերապրել, մենք այդ պահը չենք հասկանում։ Իրենք նույնիսկ այս մասին շատ քիչ են խոսում, բայց եթե մենք կանչենք մասնագետին, նա հստակ կբացատրի, որ եթե մարդը չի կարա մի քանի տարվա մեջ երկու անգամ հայրենիք կորցնի։ Դա շատ բարդ է։ Եվ եթե նկատեցիր արցախցիները իրենց ելույթներում այդ կարմիր թելը գնում էր, ասում էին, որ եթե մենք գնանք Ամերիկա, Ֆրանսիա եւ այլն Ռուսաստան ապրելու, այդ կնշանակի իրոք Արցախի հարցը փակել, Արցախ վերադարձի հարցը փակել, իսկ իրենք դեռ հույս ունեն, երազում են, բոլորը ապրում են այդ հույսով, որ պետք է մի օր վերադառնան իրենց հայրենիք։ Մի քիչ գուցե մի քիչ ցինիկ բան ասեմ, բայց նաեւ մեզ համար արցախցի փախստականների այստեղ մնալը եւ բարբերաբար հարցերը այդ Արցախ վերադառնալու այդ գաղափարը բարձրացնելը դա մեզ նենց կոզեր է տալիս բանակցություններում մենք չունենք ոչ մի նման քաղաք։ Բայց այս իշխանությունը չի գնահատում, չի իրենք դա չեն հասկանում, որովհետեւ այս իշխանություններն իրենց արտաքին քաղաքականության Ադրբեջանի այդ բանակցություններում իրենց մի բան է միայն մտահոգում չջղայնացնել Իլհամ Ալիևին։ Եթե մինչ այդ նաև որոշ միջնորդված էր այդ բանակցություններ կար երրորդ ուժի դեմս, ասենք Եվրոպայի եւ ինչ որ եվրոպացիներ, ասենք նույն Մակրոնը, Շարլ Միշելը ինչ որ ուժ էին ներշնչում
Նիկոլ Փաշինյանին, որ հա մենք ձեզ կօգնենք, մեր ձեր կողքը կլինենք եւ այլն, այլ այսօր նրանք էլ չկան։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևի դեմ կամ Իլհամ Ալիևը Նիկոլ Փաշինյանի դեմ ինքը բերեց հասցրեց այդ վիճակը։ միանշանակ եւ ես որպես պատմաբան նաեւ եւ որպես մի մարդ, որ 20 տարի լուսաբանել եմ եւ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը եւ միջազգային տարբեր իրադարձություններ եւ ամենակարևոր Արցախյան այդ բանակցային գործընթացը, ես չեմ կարող հիշել մի որևէ նեվ պատմաբան եմ ասում, մի որևէ նման դեպք, երբ նման լուրջ հակամարտությունը, որի միջնորդն էին 3 միջուկային գերտերություններ, ունենա այսպիսի ավարտ, երբ դրանք երկուսով պայմանավորվեն առանց միջնորդների, այդ հակամարտող կողմերը նման բան չի լինում, անպայման պետք է երրորդ կողմ, չորրորդ միջնորդները պարտադիր են նման դեպքերում, որովհետև հա օքեյ ասեց ստորագրում եմ վաղակասի, բայց չէ, ես հիշեցի, ու բացի դրանից մենք մոռանում ենք նաև մի բան, այն պայմանագիրը, որի շուրջ որ հիմա խոսում են, որ մենք այդ տեքստը համաձայնեցրել ենք, այդ պայմանագրում չկա ոչինչ հաղորդակցությունների մասին, չկա Զանգեզուրի միջանցքը, նրանք հանել են այդ պայմանագրից Զանգեզուրի միջանցքը ոչ թե օրակարգից են հանել, այլ հանել են հետո կամ զուգահեռ դրա շուրջ բանակցելու մասին, այսինքն ամեն դեպքում Իլհամ Ալիևը առաջիկա տարիներին ունի հարցեր, որոնց շուրջ ինքը շարունակելու է ջնշում գործադրել Հայաստանի իշխանությունների վրա։ Այնպես չի որ ավարտվեց, չի ավարտվել, դե Զանգեզուրի միջանցքը դա մի հատ այդ գաղափարը ընդհանրապես նենց մի հարց է, որ ցանկացած բայ կարա խաղարկել այդ, ասել, ես հիմա պատերազմ կսկսեմ կամ նույնիսկ սահմանային ինչ որ միջադեպ հրահրի։ Այսինքն ինչի մասին է էլի խոսքը, եւ մենք ոչ ոք չունենք, մենք չունենք, Նիկոլ Փաշինյանը չունի ոչ մի դաշնակից, ինքը չի կարա զանգ տա իր սիրած նույնիսկ Մակրոնին ասի, գիտես, Էմանուել ջան, ինձ նեղացնում են, որովհետև Մակրոնը կասի, բայց ես չգիտեմ դու ինչ ես քննարկել, որ կարողանամ քեզ ինչ որ խորհուրդ տամ կամ հայտարարություն ամ, չէ՞ թե Մակրոնը պարբերաբար փորձում է ինչ որ հայտարարություններ անել։ Գիտես, մի տեսակ տպավորություն է, որ մենք կարծես թե շատ լավ չենք գիտակցում այս ավերածությունների մակարդակն ու չափը, որը իրականացվել է այս տարիների ընթացքում։ Տեսեք, անցած օրը խորհրդարանում ասում է Արցախի հարցը փակված է, թռնեք երկինք իջնեք գետին, ասում է դա փակված է, դա չի բացվելու, դա մեր իշխանությունը դա մերժում է եւ այլն։ Դուք հասկանում եք հազարամյակների հողի պատմությունը 30-40 տարվա մեր ժողովրդին ամենօրյա պայքարի արդյունքները մարդը մի հարվածով խաչ է քաշում այդ ամենի վրա։ Ասում եմ Մինսկի խմբի փակվելուն ես կողմնակից եմ եւ համաձայնություն է տվել արդեն գիտենք որ խաղաղության պայմանագրի այդ կետերից չբանակցված կետերից մեկը դա էր եւ հիմա հասել են այդ հարցում էլ համագործակցության։ Նախ դու լիազորված չես Արցախի ժողովրդի անունից, դու չես կարող Արցախի ժողովրդի փոխարեն որոշումներ կայացնել եւ երկրորդը Մինսկի խումբը ստեղծվել է, այդ միջազգային հարթակը գործել է անկախ քո ցանկությունից, մեկից, մյուսից, երկար տարիների աշխատանք են տարել, ինչպես կարելի է դա այդպես ջնջել դրա վրա մեծ քար դնել գերեզմանակար։ Կարևորը ինչ համառությամբ է Ալիևը բարձրացնում Մինսկի խմբի լուծարման հարցը, որովհետեւ դա երևում է իրանց շահը այդտեղ։ Խմբի լուծարումը դա վերջնականապես մեծ վերջակետ է դնում Ղարաբաղյան շրջան, ընդհանրապես էլ Լեռնային Ղարաբաղի, Արցախի ինչ որ այդ ամենի խնդրի վրա մեծ հարցական է դնում, բայց Մինսկի խումբը այսօրվա այն գլոբալ իրավիճակում, որում այսօր հայտնվել է աշխարհը, դա մի հատ հսկայական խաղաքարտ է Հայաստանի համար, որտեղ ովքեր են Մինսկի խմբի համանախագահները։ Այդ եկեք հասկանանք, ասենք Միացյալ Նահանգները, Ռուսաստանը եւ Թրամփի օրոք Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը գնում են լրիվ այլ մերձեցման եւ այսինքն պետք է նաեւ հասկանալ, որ հավանականությունը, որ Թրամփը կհեռանա միջև այս ավելի շուտ քան իր ժամանակն է, շատ քիչ է։ Հավանականությունը, որ Պուտինի հետ ինչ որ մի բան կլինի, դա էլ է քիչ, այսինքն առաջիկա 4 տարի մենք ունենք բոլորովին այլ պատկեր, աշխարհի բոլորովին այլ պատկեր եւ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահներն են եւ չօգտվել այս վիճակից, պլյուս երրորդ համանախագահն էլ Ֆրանսիան է միակ եվրոպական երկիրը, որը ակնհայտ ավելի լավ է
տրամադրված Հայաստանի նկատմամբ գոնե էմոցիաների մակարդակով, որտեղ տնտեսական մակարդակով այնտեղ ուրիշ հարաբերություններն են, հա, այնտեղ կա ապրանքաշրջանառություն մեծ Ադրբեջանի հետ, կան էներգագիրների վաճառք եւ այլն, բայց դա մի կողմ թողնենք, գոնե էմոցիոնալ առումով, գոնե համայնքի կազմակերպության առումով մեզ ահավոր ձեռնտու է, որ նաեւ Ֆրանսիան է համանախագահ Մինսկի խմբում եւ կարելի էր ընդհանրապես երբ քանի դեռ Ուկրաինայի հետ պատերազմը շարունակվում է, Հայաստանը պետք է ասել, սա լավագույն հնարավորությունն է երկու գերտերությունների համար, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների համար Մինսկի խմբի շրջանակներում, այս հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման շրջանակներում համագործակցելու, բերել իրենց հարթակ, բարձրացնել բոլոր հարցերը։ Եվ օգտվել այդ ջերմացող հարաբերություններից, հարաբերություններից, ոչ թե մենք հակառակն ենք անում, մենք մեր խաղաքարտը նվիրում ենք, ասում ենք, օքեյ, մենք դա գցում ենք աղբաման, մեզ պետք չի։ Բացի դրանից կա այսպիսի մի պահ, օրինակ բաններ ասել, Երվանդ Քոչարն էր իր փոքրիկ գրքում սրա մասին գրել, ասում էր, ես երբ որ հայտնվեցի Սովետական Միությունում եւ հասկացա, որ աներանելի վիճակում եմ, ինքս իմ համար որոշեցի, որ նաեւ ստեղծեմ այնպիսի գործեր, որ այս ազգը հասկանա ինքը ինչ ազգ է եւ ոգևորվի եւ սպասի ինչ որ մի պահի, որ գան ավելի լավ ժամանակներ եւ ինքն իր ազատության, իր բոլոր արժեքների համար պայքարի։ Հիմա դու ինչի ես, եթե մեր սերունդը անհաջող է, եթե մենք ավելի վատն ենք, քան մեր նախնիները, դու ինչի ես համոզված, որ մեր թորներն ավելի ուժեղ չեն լինելու, ավելի խելացի չեն լինելու։ Չէ, ինքը ապագայի բոլոր շանսերն էլ է փակում, փորձում է զրկի այս ազգին ապագայում որևէ հաջողության հասնելու շանսից։ Համենայն դեպս իր բանակցային այդ դա պարզապես ուղեղից մեջ չի տեղավորվում, էլի, որտեղ ցանկ ասենք, չգիտեմ, փոքրիկ երեխային, որ նստես հեքիաթ պատմես ինչա կատարվում Հայաստանում, իրականությունը պատմես ինչա կատարվում Հայաստանում, կհարցնի կասի, բա ինչի խելոք հայերը չեն համախմբվում։ 5 տարեկան երեխան այդ հարցը կտա։ Այսինքն ոնց դու կարող ես մենակ որոշել այդ ամբողջ ազգի ճակատագրի։ Ընդ որում ամենասարսափելին էս պատմության մեջ է, որ ինքն էլ չի հասկանում ինչ անում։ Ինքը բոլոր այդ քայլերն անում է ելնելով նրանից, որ պահի իշխանությունը։ Ընդ որում այդ պահի, այդպես չի, որ ինքը վստահ է վաղը մյուս օրը ինչ է լինելու։ Ես ուղղակի չեմ կարող հասկանալ, ասենք ոնց է ինքը որոշումներ կայացնում, էլի, ինչից ելնելով։ Հետո նայ, տես, ասում է, եթե ես ընդհանրում եմ, որ ինքը մտածում է, որ Ալիևի այս մի պահանջներ կատարեն, վերջ, արդեն հարցը կլուծվի, կխաղաղվի, ձեռքը քաշի եւ այլն, բայց անցնում է ընդամենը մի քանի օր, նոր պահանջ, նոր սպառնալիք, նոր հոխորտանք Ալիևի կողմից, լավ, կարելի է չէ հասկանալ այս ընթացքում, որ ինքը չի բավարարվելու քո տվածով, չի բավարարվելու։ Դու զիջեցիր Մինսկի խումբը, զիջեցիր պատերազմի որևէ կապ չունի, Արմինե։ Միշտ պետք է հասկանալ, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ պատերազմ սկսելու առիթ միշտ ունի եւ ապագայում էլ միշտ կունենա եւ զիջումները, որոնց գնում է Փաշինյանը, այդ պատերազմի հետ որևէ կապ չունեն։ Հնակարա ինչ որ հրահրի, միջադեպ սահմանային եւ վարջ։ Ալիևը այդ պատերազմը չի սկսում, որտեվ չգիտի կկարողանա այդ կոպիտ ասած այդ պատերազմի տակից դուրս գա։ Այդքան բան։ Ասենք Ղարաբաղի հարցում ինքը հասկանում էր, որ ինչ որ բաներ ունի, էլի, ռուսերեն ասած լազայկեք ունի, կարա ասի, որ դե մեր տարածքներ, դուք ճանաչում եք Լեռնային Ղարաբաղը։ Հետո տես երկու պահանջ էր դրել, երկու կետ կար իբր չբանակցված, հայտարարեցին, որ այդ երկու կետում էլ են եկել համաձայնությամբ։ Օրեր անց մարդը ասում է, ոչ, ասում է, մինչև սահմանադրությունը չփոխես, չեմ ստորագրելու։ Լավ, դա բավական չի, այդ արդեն հստակ ազդակ է, չէ՞։ Պետք է ուշադրություն դարձնել մի պահի, որ ասենք զարմանալի է, չէ՞, մի կողմից զարմանալի, առաջին հայացքից զարմանալի է, որ Իլհամ Ալիև ջան, ինչի դու չես ուրախանում, որ դու ունես իդեմս Հայաստանի վարչապետի Նիկոլ Փաշինյանին եւ չես արագ ստորագրում, այն ամենն ինչ էս մարդը համաձայն է քո այդ ստորագրել, որովհետեւ վաղը գալու է իշխանություն, որը հաստատ դրան համաձայն չի լինելու։ Ինքը չի ստորագրում, որովհետեւ շատ լավ հասկանում է, մի բանա Նիկոլի հետ ստորագրել, մյուս բանը սահմանադրություն փոխել եւ հայ ժողովուրդը դուրս գա եւ ասի, այո, մեզ Արցախը պետք չի։ Այդ աստիճանը կարևոր ապահովագրում է իր հաղթանակը, ինքը ապահովագրում, այսինքն ինքը հասկանում է գինը, այն
պայմանագրի, որ ինքը կարող է կնքել Նիկոլ Փաշինյանի հետ։ Հիմա վերադառնանք ընտրություններին։ Մի կողմից ներսում արդեն ինքը ունի աջակցություն եւ ունի այդ քվեն, այդ մանդատը, որով ինքը կարող է գնալ այսպիսի գլոբալ համաձայնությունների, մյուս կողմից կա Ադրբեջանի ճնշումները, ամեն օր աճող նոր պահանջները եւ այս պայմաններում այս մարդիկ փորձում են վերջին ճիգերով պահել իշխանությունը։ Երբ որ պարտվել են Ալավերդիում, Գորիսում, Կապանում, Գյումրիում, Փարաքարում, Երևանում նույնիսկ պարտվել են եւ երևում է, որ արդեն մարդիկ դժգոհություն այն աշճանի է հասել, որ կրիտիկական արդեն զանգված կա ՔՊ-ին մերժող, այսպես ասած, երկրում։ Ինչու չի հեռանում, ինչու չի փորձում գտնել ճանապարհը իշխանությունը փոխանցելու, նոր ֆորմատ մտածելու, չգիտեմ, թեկուզ իրենց ներսից ինչ որ մի բան մտածելու, որպեսզի այս ճգնաժամը չվերածվի քաղաքացիական պատերազմի, չվերածվի փողոցով իրեն արյունով եւ այլ բռնություններով ճանապարհելու։ Ես քանի որ ազատությունից արդեն դուրս եմ եկել, ես մտածում եմ իմ սեփական Telegram եւ YouTube ալիքները բացելու շուրջ կազմակերպչական աշխատանքները այս պայմանում եւ երեք մենք մի փոքրիկ հարցում ենք անցկացրել Երևանի շրջաներից մեկում 1.5 ժամ հարցում ենք անցկացրել փողոցում, ոչ կենտրոնում եւ չի եղել մեկը, որ գոհ լիներ գործող իշխանություններից։ Սա իմ համար արդեն հստակ է, որտեղ ես չեմ հավատում, որ մարդիկ գալիս են ասում են, այսօր տաքսիստի հետ խոսում է, հետո սկրեվերանում ասում է ես Նիկոլ չեմ ընտրել, ինչ եք ինձ նման բանի մեջ մեղադրում։ Ասում ենք լավ, երևի տրամադրություն է եւ այլ, բայց երբ որ դու սեփական քո աչքերով տեսնում ես, որ քեզ հանդիպած 25 մարդկանցից տարբեր տարիքի, տեսքից գոնե հասկանում ես, որ տարբեր սոցիալական խավի ներկայացուցիչներ են, տարբեր կրթության, ընդ որում հարցնում ենք ով եք դուք, ասեք մեկը ֆիզիկոս էր, մեկը տնտեսուհի եւ այլ, երիտասարդ, ավելի ծեր, ավելի մեծահասակ, բոլորը դեմ են։ Բոլորը դեմ են, այսինքն հիմա առնվազն հիմարություն է ասել, որ այն զիջումների, որոնց գնում է Հայաստանի իշխանությունները, այդ զիջումներին աջակցում է Հայաստանը, որտեղ Հայաստանի ժողովուրդը գնացել եւ 21 թվականին ընտրել է Նիկոլ Փաշինյանին։ Սա սուտ է։ Ով նման բան հայտարարում է կամ ստում է, կամ հատուկ է ստում, կամ հիմարաբար է ստում։ Իսկ ինչ վերաբերում է իշխանություններին, ես նույնիսկ բայց իրենց դեմքից արդեն երևում է, որ իրենք հասկանում են, որտեվ հավանաբար նաև ինչ որ ներքին հարցումների ինչ որ արդյունքներ ունեն, որ չեն հրապարակում, բայց երևի հասկանում են, երևի դա տեսնում են եւ ինչքան կարելի է խաղալ պատերազմի վախի վրա։ Դա էլ արդեն չի գործում, որտեվ իրենք տեսնում են, չէ, ժողովուրդը տեսնում է, որ այս մարդը ասում է, ես ստորագրում եմ, Ալիևն ասում է, չէ, ես չեմ ստորագրում, որտեվ եւ ասենք տեսնում են, չէ, հիմա մեր դարում ցանկացած մեկը կարող է մտնի ադրբեջանական կայք եւ տեսնի ինչեր են գրում ադրբեջանական կայքում եւ եթե Հայաստանի իշխանությունը այդքան թույլ է, ինչի պետք է Ադրբեջանը հրաժարվի լիքը ուրիշ բաներից, որի մասին երազում են, ինչի պետք է հրաժարվի Զանգեզուրից, ինչի պետք է հրաժարվի Երևանից։ Եթե ինքը տեսնում է, որ իր դեմը մեկը, ընդ որում պարտադիր չէ պատերազմով, փախստականներին կբերեն։ Դրանք ավելի շատ երեխաներ ունեն, մի 20-30 տարի հետո Հայաստանի պատկերը կարա բոլորովին այլ լինել։ Ասում են դատարաններից հայցերը դիմեք եւ երբեք հնարավորություն չեք ունենա դատարան, բայց մեզ կդատեն, տարբեր հնարքներ կհնարենք, ասեն որ դուք ցեղասպանել եք, հիմա ասում են Բաքվի, այն ինչ որ կատարվում է Բաքվի դատարաններում այսօր, երբ Արցախի քաղաքական առաջնորդների եւ այլ ամբողջ աշխարհի աչքի առաջ, այսինքն դու ասում ես абսուրդ է, մարազմա չի կարա նման բան տեղի ունենա, բայց կունենում է, ամեն օր նա այնքան կկրկնի իր անհեթեթ բաները, որ արդեն մարդիկ կասեն, չեն սկսի հավատալ, բայց կասեն լավ, օքեյ, ինչ ուզում է թող ասի, բայց թող վերջացնի, էլի։ Եվ դա պետություն կորցնելու ճանապարհն է։ Եվ մարդիկ տեսնում են դա։ Ես չեմ հավատում, երբ որ ասում են, որ հայաստանցիները միանգամից խելագարվել են կամ չգիտեմ, զոմբիացել են, ես ինչ վիճակում են, հավատում են։ Ես դրան Գյումրին ցույց տվեց, որ ոչ էլ զոմբիացել են մարդիկ։ Չեմ հավատում։ Ես դրան չեմ հավատում։ Ես հավատում եմ, որ Նիկոլը պահում է իշխանությունը, որովհետև թույլ ընդդիմություն է։ Այս բանաձևին եմ հավատում։ Այս բանաձևին եմ հավատում, բայց նույնիսկ այդ թույլ ընդդիմությունն այսօր արդեն ունի այն
շանսերը, որ Բազան։ վճռականության դեպքում կարող է Այո։ հաղթել թե արտահերթ թե կարող է բերել իրավիճակ արտահերթ ընտրությունների, թե կարող է գնալ ընտրություն։ Ես ուղղակի չգիտեմ այդ մի տարի է մնացել մինչև այդ ընտրությունները մենք այդքան ժամանակ ունենք, ինչ է ստորագրելու Նիկոլ Փաշինյանը, սա իրականում մեզ Իլհամ Ալիևը մեծ նվեր է անում, որտեղ մենք չգիտենք ինչ ենք ստորագրել, բայց Իլհամ Ալիևն ասում է չեմ ստորագրում, սա եմ ուզում, սա եմ ուզում։ Փառք Աստծո, որ չի Չի ստորագրել։ փառք Աստծո, որտեղ մենք չգիտենք ինչ է ստորագրելու։ Այո, եւ դե մի հետեւություն կարող ենք անել մեր այս ամբողջ զրույցից, որ պետք է հասարակությունը պինդ լինի, վճռական լինի, իր խոսքն ասի եւ ընդդիմությունը պետք է սկսի գործողությունների դիմի, ասենք սпасելով դիտորդի դերում մենք նստած հետևում ենք թե մեր պետությունը ինչպես են տանում դեպի կործանման։ Դա լավ ճանապարհ չի, վատ ճանապարհ է եւ մենք բոլորս ենք դուժելու դրանից, այնպես չի որ միայն Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքապայմանագիրն են դուժելու։ Պետք է ուղղակի սկսել ակտիվ գործողությունների դիմել։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալ։ Այսօր այսքանը։